Այսպիսի խոսք կա, վատ իշխանություն ունենալը դժբախտություն է, վատ ընդդիմություն ունենալը աղետ եւ ողբերգություն։ Հայաստանում այսօր ամենամեծ քաղաքական խնդիրներից մեկը ոչ միայն իշխանության բաց թողումներն են, այլև ուժեղ, պատասխանատու ընդդիմության բացակայությունը։ Երբ ընդդիմությունը թույլ է կամ անգործունակ, իշխանությունը մնում է առանց իրական հակակշռի, իսկ պետության կարևոր օրակարգերը դառնում են կախված մեկ ուժից, մեկ առաջնորդից եւ մեկ ընտրական ցիկլից։ Սա արդեն համակարգային ռիսկ է։ Այո, պետք է արձանագրել նաեւ առաջընթացը։ Վերջին տարիներին Հայաստանը սկսել է դուրս գալ մեկ կենտրոնից կախվածությունից, խորացրել է հարաբերությունները Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ, դիվերսիֆիկացրել է արտաքին քաղաքականությունը եւ առաջ է մղում խաղաղության օրակարգը տարածաշրջանում։ Սա շատ ճիշտ ուղղություն է, բայց ճիշտ ուղղությունը պետք է դառնա ազգային կոնսենսուս, ոչ թե մեկ ուժի քաղաքականություն։ Երբ չկա գաղափարական, պետական մտածողությամբ ընդդիմություն, կարևոր որոշումները չեն դառնում համազգային պայմանավորվածություն, դրանք մնում են կիսատ եւ ժամանակավոր։ Հայաստանին պետք է նոր ընդդիմություն, ոչ թե հակաիշխանություն, այլ այլընտրանքային պետական նախագիծ ներկայացնող ուժ, ընդդիմություն, որը չի խաթարում երկրի արտաքին ուղին, բայց պահանջում է ավելի արագ բարեփոխումներ, ավելի ամուր ինստիտուտներ, ավելի հաշվետու կառավարում, ընդդիմություն, որը պայքարում է ոչ թե իշխանության դեմ, այլ պետության որակի համար։ Ուժեղ ընդդիմությունը իշխանության թշնամին չէ, ուժեղ ընդդիմությունը ուժեղ պետության պայմանն է։ 2026 թվականի ընտրությունները պետք է որոշեն ոչ միայն թե ով է կառավարելու Հայաստանը, այլև արդյոք Հայաստանը կունենա իրական քաղաքական հավասարակշռություն։ Եթե ուզում ենք կայուն, ինքնիշխան, ժամանակակից պետություն ունենալ, մեզ պետք է նոր որակի ընդդիմություն։ Եթե համաձայն եք, միացեք։